10 իմաստուն խոսքեր Աստվածաշնչից։ Աղքատին մի կողոպտիր, որովհետև աղքատ է, եւ դատաստանում մի տրորիր դժբախտին, քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, եւ նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։ Բարկացկոտ մարդու հետ մի ընկերացիր եւ մի գնաց հասկոտ մարդու հետ, որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները եւ անձդ որոգայթի մեջ չընկնի։ Մի եղիր այն գրավ տվողներից, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում։ Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչու անկողինդ տակիցդ հանեն։ Մի տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։ Իր գործի մեջ հմուտ մարդու տեսել ես, նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։ Երբ որ իշխանի հետ ուտելու նստես, ուշ դիր, թե ինչ կա առաջիդ, եւ դանակ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։ Նրա խորտիկները մի ցանկացիր, որովհետև նրանք խաբեության հաց են։ Մի տքնիր հարստանալու համար, ըմբռնողություն ունեցիր դրանից հրաժարվելու։ Աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա։ Այն իր համար թևեր է շինում եւ արծվի պես երկինք թռչում։ Ագահ մարդու հացը մի կեր եւ նրա խորտիկները մի ցանկացիր, որովհետև նա նման է ներքուստ հաշվարկողին։ Այնպիսին է, քեզ կասի, կեր եւ խմի, բայց նրա սիրտը քեզ հետ չէ։ Այն պատառդ, որ կերել ես, կփխսես եւ այն քաղցր խոսքերդ վատնած կլինես։ Անմիտի ականջին մի խոսիր, որովհետև նա կանարգի քո լրջամիտ խոսքերը։ Մի տեղաշարժիր վաղեմի սահմանակարը եւ որփի արտերի մեջ մի մտիր, որովհետև նրանց փրկարարը զորավոր է, նա ինքը կստանձնի նրանց դատը քո դեմ։